ԿՀՀ-ի այդքան սպասված նիստը վերջապես ավարտվեց եւ հրապարակվեցին ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք որ դուք տեսնում եք հիմա այստեղ։ ԲՀԿ-ն չի անցել։ Իմ նախորդ վիդեոից երևի կհիշեք, ասել էի, որ հավանաբար այսօր ԿՀՀ-ն վերաքվեարկություն կնշանակի այն 3 ընտրատեղամասերում, որի արդյունքները համարվել էին անվավեր։ Բայց դա տեղի չունեցավ։ Ինչի տեղի չունեցավ, հեսա ասեմ։ Ըստ ԿՀՀ-ի այդ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Իրականում ազդում է, որովհետև հնարավոր է ԲՀԿ-ն շանս ունենար անցնելու։ Այս որոշմանը նաև անդրադարձել է անկախ դիտորդ դաշինքը, ասել է, որ այդ ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը բացահայտ ապօրինի որոշում է։ Ընդդիմությունը բնականաբար դժգոհ է ԿՀՀ-ի այս որոշմամբ եւ արդեն քաղաքական հայտարարություն են արել Միասնական, Ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Իրենց հայտարարությանը միացել են նաեւ Լուսավոր Հայաստանը, ՀԱԿ-ը եւ ԱԺԲ-ն։ Սենց հետաքրքիր ձևակերպում են ընտրել երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի վրա։ Սպասենք ցույցերի երևի։ Հələ որ այսքանը, անպայման բաժանորդագրվեք, մեկնաբանություններում գեք ձեր կարծիքը եւ տարածեք այս վիդեոն։ Բարի գիշեր։